Զինվորական ամուսնուց մնացած իրերը դասավորելիս Սուսաննան հազիվ է զսպում արդյունքները։ 6 տարվա կարոտը չի մարում, չի մեղմանում։ Արցախի պաշտպանության բանակի կապիտան Գագիկ Ալլահվերդյանի 24 տարվա զինվորական ծառայությունը այս փոքրիկ տուփում է մեդալների, հիշողությունների մեջ ամփոփված, մի կյանք նվիրված հայրենիքին։ 2020 թվականին Գագիկը տանն էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Առանց երկմտելու հավաքեց պայուսակն ու շտապեց դիրքեր, պաշտպանելու տունը, ընտանիքը, հայրենիքը։ Հենց առավոտյան 7-ին առաջին կրակոցը երբ հնչեց, մեր ամուսինս վեր կացավ, ասաց կռվա սկսա, խոցը երկալ, վաստու падվա։ Շուշուտ հավաքվեց, մեծ տղայիս կանչեց, ասեց լավ կնայես, ես հիշում եմ դուրս գալուց ասացի եթե էվակուացիա լինի գնամ, ասաց կգնաս ու գնաց։ Դրանից հետո մենք այլևս իրան չենք տեսել։ Երջանիկ ընտանիքի վերջին օրերը լավ է հիշում Սուսաննան։ Արցախում իրենց տունն էին կառուցում, քարը քարին դնելով։ Կործանարար պատերազմի նախաշեմին վերջին խաղաղ շունչներ, վերջին խաղաղ օրերը։ Սեպտեմբերի 23-ին մեր ամուսնության 20 տարիներ, տենց մեր Բաքու ծառի տակ մի թեթև թեյախմություն, սենց ասեմ, մի թեթև նշել ենք բան, այդ օրն ավելի շատ տպավորվել, իսկ 26-ը էլի հիշում եմ, որ մենք տուն էինք սարքում, այդ տան գործերով էր, սենց այդ պահն եմ հիշում, ինքը սենց այդ պատը շարում էր, ես էլ կանած թեյ տանում։ Սեպտեմբերի 28-ին Սուսաննան դստեր և կրտսեր որդու հետ տեղափոխվեց Հայաստան, ամուսնու հետ հեռախոսով էին խոսում, կապը դեռ կար։ Շուշիի պաշտպանության ժամանակ նոյեմբերի 7-ին զոհվեց պաշտպանության բանակի կապիտան Գագիկ Ալլահվերդյանը։ Մի քանի օր չէինք ուզում հավատալ, չէինք մտածում ենք, որ կենթանի է, գալու է, բայց ամսի 13-ին, որ սկսեցին արդեն Շուշիից դիակները հանել, արդեն, որ ասում է, վերջին հույսը կտրվեց էլի, զոհվել են նոյեմբերի 7-ին Շուշիի բատուցներում։ Փոքր տղային էր շատ կարոտում, անդադ ասում էր բեր տեսնեմ, Տիգրանն էլ չէր սիրում կամերան, տենց սպասում էր, որ բերեմ նայելի տեսնի, ու ասում էր սխկաց, միշտ դա ասե, երեխոց մոտ քեզ ուժեղ պահիր, ու երեխեքին լավ նայիր։ Գագիկի վերջին խոսքերն ընտանիքի համար դարձան պատգամ ապրելու և ուժեղ լինելու։ 2020 թվականի նոյեմբերի 21-ին Սուսաննան երեխաների հետ վերադարձավ Արցախ։ Պատերազմում զոհված ամուսինը հուղարկավորվեց Ստեփանակերտում, ընտանեկան գերեզմանատանը։ Շատ ծանր էր, որ դուռը բացում ես ու գիտես, որ այդ դռնով քո ամուսինը ներս չի մտնելու։ Ու իր շորերը, իր իրերը։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերի անպատերազմը Սուսաննան զավակների հետ ապրեց ամուսնու ձեռքերով կառուցած տանը։ 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանությունից հետո ապաստան գտան Մայր Հայաստանում։ Կյանքը սկսեցին զրոյից։ Սկզբում ապրեցին վարձով, հետո օգտվեցին Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից, ձևակերպեցին հիփոթեքային վարկ ու գնեցին այս բնակարանը։ Եվ ուրախություն կար, որ արդեն քո տունն է, տանտերը չի գալու ասի այս խնդիրը, այն խնդիրը անդադ զանգի բան, բայց լիարժեք չէ էլի այդ ուրախությունը ինչ որ չափով, քանի որ կիսատ է ընտանիքը։ Հայորդի բարեգործական հիմնադրամը զոհված հայորդու ընտանիքի կողքին էր առաջին իսկ պահից ապրեցնելու, աջակցելու։
Այս ընտանիքը մշտապես զգացել է հոգատար հայրենակիցների ջերմ վերաբերմունքը։ Հայորդին շատ մեծ օգնություն է ցուցաբերել, թե նյութական, այսպես ասած, կահույքի տեսքով, բայց առավել շատ հոգեբանական աջակցություն։ 2024 թվականի մարտից Տիգրանը սկսել է հաճախել հայորդի կենտրոն ու այդ օրվանից ընկեր Վաչեի օգնությունը, այսպես ասած, անգնահատելի է։ Հիմնադրամի կառուցելով հայրենի օջախներ ծրագրի շրջանակում ընտանիքը կարողացել է կահավորել նոր տունը։ Մարտիկ Եգինյանի ընտանիքի նվիրատվության շնորհիվ տունը լցվել է ոչ միայն կահույքով, այլև անսահման ջերմությամբ։ Տիգրանը, Անին, Արմանը գիտեն, որ գնահատվում է իրենց հայրիկի սխրանքը։ Գնել ենք բազմոց բազկաթոռը, սեղան աթոռներով, նաև ննջասենյակն են լրիվությամբ կահավորել, ինչի համար շատ շնորհակալ եմ եւ բարերարներին եւ հայորդի հիմնադրամին, քանի որ օգնում է բազմաթիվ ընտանիքների ու կարևորը այն զգացողությունն է, որ դու մենակ չես ու այս մեր երեխաների հայրերի արածը իսկապես գնահատվում է, նրանց սխրանքը գնահատվում է։ Մի պարզ երազանք ունի Սուսաննան՝ խաղաղ երկինք, որպեսզի որդիները երբեք չանցնեն նույն ճանապարհը եւ մի օր կարողանա ծաղիկ խոնարհել Արցախում հուղարկավորված ամուսնու Շիրիմին։